Հալելույա։ Գիտեք, որ Աստված Հայրը ուսիրում է իր երեխաներին, իր որդիներին, սերը դրսևորվում է տարբեր ձևերով, սերը դրսևորվում է անհանգստությունով իր երեխայի կյանքի համար, ապագայի համար, ներկա վիճակի համար, սերը դրսևորվում է շատ տարբեր ձևերով, բայց ամենահետաքրքիր բանը ես պիտի շարունակեմ ուղղակի անցած կիրակի օրվա մեր թեման։ Դուք գիտեք, որ երեխաներ եք ու աճում եք Աստծո ներկայության մեջ, Աստծո մեջ։ Մի կարևոր բան էլ կա։ Աստված ինչ է անում մեր կյանքում մեզ աճեցնելու համար, ինչ միջոցներ է օգտագործում մարդկանց աճեցնելու համար։ Կարծում եմ սա ձեզ համար շատ կարևոր կլինի, ու եթե դուք իսկապես ուզում եք աճել Աստծո մեջ, հավատքի կյանքում, դուք կտեսնեք այդ բաները ու կանեք այդ բաները ձեր կյանքում, որպեսզի դուք էլ աճեք։ Գիտեք, ծնողները ինչքան էլ անհանգիստ լինեն իրենց երեխայի աճի համար, բայց երեխան ինքը շատ նշանակություն ունի, թե ինչ անում իր կյանքում աճելու համար։ Մարդկային կյանքում աճը վերաբերվում է մարդու կյանքի տարբեր ոլորտներին։ Օրինակ, մարդու մարմնին դա աճ է, մարդու գիտակցությանը դա էլ պիտի աճի, մարդու հոգևոր կյանքին դա էլ առանձին մի աճ է։ Ես բայց դրանց մասին չեմ ուզում խոսել։ Հավատքի կյանքում հոգևոր աճը դա հավատքի վստահության, Աստծուն ապավինելու, կարծես թե պատասխանատվություն վերցնելու յուրահատուկ աճ ասա, նվիժվածության աճ է։ Բայց այսօր դրա մասին չեմ խոսելու միայն միջոցների մասին, ինչ միջոցներ են պետք, որպեսզի մարդը աճի Աստծո մեջ հոգևորապես։ Ինչ է կարծում ամենակարևոր միջոցներից մեկը, համար առաջին, որ կարող ենք ասել, դա ինչն է։ Եթե երեխան մեծանում է ֆիզիկապես, նրա կյանքում ամենակարևոր աճելու համար նպաստող ինչն է լինում։ Չէ՞ որ կերակուրը, սնունդը։ Գիտեք, երեխային դուք տալիս եք, ասում եք կեր, նստացնում եք սեղանի մոտ, ասում եք կեր։ Երեխան ուտում է թե չի ուտում, իրենից է կախված, չէ, ինքը պիտի ուտի նաև։ Ու մեր երեխաների հետ մենք մի քիչ ուրիշ ձևով ենք վարվում։ Մենք նրանց առջև կարող ենք դնել, ասել կեր, ու ստիպել, որ ուտի։ Ու ինքը կուտի, ու ինքը կաճի, թեկուզ իր համար հաճելի չլինի նույնիսկ այդ կերակուրը։ Բայց հոգևոր կյանքում մի քիչ ուրիշ է։ Մեր հայրը մեզ ոչ մի անգամ չի դնում մեր առջև ու ասի կեր, ստիպի որ ուտես։ Հիշում եմ մի անգամ հյուր էի գնացել մի քրոջ տուն, ուրեմն վերեց ինչ որ բան դրեց սեղանին, չեմ էլ հիշում ինչ, ու ասեց կեր։ Ու ասեց այնպիսի տոնը, որ ես զարմացա, ասեց ինձ պիտի ստիպի որ ես ուտեմ։ Հետո հարցրեցի, ասեց ինչի այդպես, ասեց կներես սովորել եմ երեխաներիս ասեմ կեր։ Ի տարբերություն Աստծո, մենք մարդիկս իրավունք ունենք մեր երեխաներին ասելու կեր, ստիպել, բայց Աստված այդպես չի վարվում։ Ինքը տվել է ամեն ինչ ուտելու համար։ Ես որ ասում եմ կեր ուտելու մասին եմ խոսում, սա չի նշանակում միայն ուտելը։ Պետրոսի առաջի թղթում 2-րդ գլխի 1-2 խոսքերում անցած անգամ մենք կարդացինք այս խոսքերը։ Ուզում եք մի անգամ էլ կարդամ։ Ուրեմն մի կողմ գցելով ամեն չարություն, ամեն խաբեություն, ամեն կեղծավորություն եւ նախանձ, ամեն չարախոսություն, նորածին մանուկների պես բանական ու անխարդախ կաթին փափագեցեք, որպեսզի նրանով մեծանաք մինչև փրկություն։ Ասում եմ միջոցը ինչպես մեծանալ մինչև փրկություն։ Ասում անընդհատ փափագիր ու ձգտիր բանական կաթին։ Դա ուղղակի կաթ չի կամ սնունդ չի ֆիզիկական, գրված է բանական կաթ, գիտակցական կաթ, որը ուտելով քո հոգևոր կյանքի, հոգևոր միտքն է ընդարձակվում, երբ որ դու դա ուտում ես։ Ես դրա վրա երկար կանգ չեմ առնի, մանավանդ որ Հիսուսը ասեց, որ ոչ միայն հացով է ապրում մարդ, ապա ամեն խոսքը, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Ոչ միայն նշանակում է, որ թե նրանով, հացով ապրում է մարդու մարմինը, Աստծո խոսքով ապրում է մեր հոգին։ Եթե ունես հոգու կերակուրը ամեն օր, ինչպես քո ֆիզիկական կերակուրը, այնպես էլ քո հոգին կաճի դրա մեջ։ Բայց միայն ուտելով չի, փորձել եք մի օր միայն հաց ուտել։ Ինչա տեղի ունենում ձեր կյանքում։ Նստում եք սեղանի մոտ, ուտում եք, ասում եք մի բան խմել եմ ուզում։ Այսպես չի ստացվի։ Երբ որ դուք իսկապես անկեղծ Աստծո խոսքը կարդում եք, մեկ էլ կարծես թե խոսքի համեմատ խոսել եք ուզում Աստծո հետ։ Չգիտեմ ձեզանից երբևէ եղել է, որ դուք աղոթքի ժամանակ ապրեք խմելու process։ Ձեզ թվա, որ Սուրբ Հոգին կարծես ձեր շուրթերից չի հեռանում։ Կարծես թե դուք խմում եք իրենից, անդադ ուզում եք խոսեք, ու ինքը ինչքան խոսում եք, այնքան ինքն է լցվում ձեր մեջ։ Այդպիսի բան ապրել եք, մոտիկություն կարծես թե։ Հովանու 7-րդ գլխում 37 խոսքից Հիսուսը աղաղակեց ժողովրդին գրված, ասեց որ ծառավա թողի մոտ գա ու խմի։ Հետո առաքյալը բացատրում է, որ սա ասում էր Սուրբ Հոգու համար։ Էլի այդպիսի խոսքեր կան, որտեղ խոսում են, որ Սուրբ Հոգին պետք է խմել։ Կորինթացիների 12-րդ գլխում կարծում 13 խոսքն է գրված, որ բոլորս էլ խմեցինք նույն հոգուց։ Ուրեմն կերակուր ու խմելիք իրար հետ կազմում են սնունդը, որով մարդը աճում է հոգևորապես։ Սրանք ամենաուժեղ միջոցներն են ու համար առաջին միջոցն են, որովհետև մնացած բոլորը, որոնք պիտի ասեմ հիմա, հնարավոր չեն, եթե չլինի Աստծո խոսքն ու աղոթքը իրար հետ միասնական։ Չգիտեմ, թե ձեր կյանքում ոնց են դրանք դրսևորվում ու աճում։
Բայց իմ կյանքում սրանք միասին են ու երբեք իրարից չեն բաժանվում։ Երբ որ ես մտնում եմ աղոթքի մեջ, խոսքը անպայման պիտի լինի ինձ հետ։ Երբ որ ես կարդում եմ խոսքը, շատ հաճախ եմ գլուխս բարձրացնում ու աղոթում Աստծուն, խոսում նրա հետ, որովհետև ինձ ստիպում է խոսքը։ Դա շատ նման է նրան, որ մի բան ուտում եք, շատ չորալնում, ուզում եք վրայից մի կում ջուր խմել կամ մի կում քաղցր բան խմել։ Այսպես իրար հետ շաղախելով կարծես թե դուք ամեն նորվա սնունդով կարողանում եք աճել Աստծո հետ։ Կամ մի միջոց, որը կարծես թե լրացուցիչ լինի այս երկուսին։ Ես նորից սնունդի մասին եմ խոսում։ Գիտեք, մեկ-մեկ մարդիկ են լինում, որոնց զգուշացնում ասում են քեզ պետքա շատ ուտել։ Քանի որ շատ ես հյուծված, շատ ես հոգնած, շատ ես չգիտեմ ինչ ծախսել, քեզ պետքա շատ ուտել։ Դե գիտեք հոգևոր կյանքում որն է? Ծոմը։ Մենք մտածում ենք, որ ծոմը այն բաժինն է, որտեղ պետք է ընդհանրապես չուտել։ Հենց ասում ենք ծոմ, մարդիկ հասկանում են չուտել, չխմել։ Ես ասում եմ ծոմը ուժեղ Աստծո խոսքը ուտելն է, ուժեղ Աստծո հոգուց խմելն է։ Երբ որ մի ժամվա աղոթքը ու կարդալը քեզ չի բավարարի, քեզ պետք է լինի մի ամբողջ օր տալ նրան, որ դու ուտես ու խմես։ Ու լավագույն պահը, գիտես, երբ է ծոմ պահելու, երբ որ դու զգում ես ձգտումը կորել Աստծո խոսքի ու աղոթքի նկատմամբ։ Սա նշանակում է քո ախորժակն է փակվել։ Հենց ախորժակը փակվել է, սկսի շատ ուժեղ ուտել։ Երբ որ դու շատ ուժեղ սկսում ես ուտել, ախորժակը բացվում է։ Ես եղել եմ շարունակական աղոթքի մեջ, հաճախ էլ ծոմերի մեջ, չեմ ասում, որ միանգամից եմ եղել ծոմի մեջ այդքան, բայց եղել է որ ամիսներ ես շատ ուժեղ կպած եմ եղել Աստծո խոսքին ու աղոթքին, մի յուրահատուկ կարծես թե ուժով։ Ու գիտեք ինչ է տեղի ունեցել, ինչ եմ նկատել։ Ոչ թե լցվում ու բավարարվում եմ, ավելի շատ կարիք եմ ունենում Աստծո խոսքի ու աղոթքի։ Ծառավս գնալով մեծանում եմ։ Մի պահ հիշում եմ, այդպես մի քանի հոգով էինք անում իրար հետ, ծոմով, աղոթքով երկար իրար հետ կպանք Աստծո խոսքի ու աղոթքի։ Առանձնացանք, հետո հավաքվեցինք իրար հետ աղոթեցինք, հետո նորից առանձնացանք, ու մեկ էլ եղբայրներից մեկը ասեց, ոնց որ սենց քիչ ամնում արդեն բաց անեմ կուրծքս, լցնեմ ներսը փակեմ, ասում չի բավարարվում ոչ մի ձևով։ Ասեցի ինչ է տարգել, իմ մոտ էլ նույն բանն է։ Կարծես թե որ շատ ես կարդում, աղոթում, քեզ թվում է թե պիտի ներսդ բավարարվի, բայց ավելի է ծառավում, ավելի է ձգտում դեպի Աստված։ Արդեն նստած ես մարդկանց մեջ, դուրս ես գալիս տրանսպորտում, որտեղ ուզում ես եղիր, քո ձգտումը մնում է միայն դեպի Աստված։ Գիտեք ինչի հետևանքն է սա։ Այդ ուժեղ սնունդի։ Դու ուժ ես զգում արդեն Աստծո ներկայության, որովհետև ուժեղ ես սնվել։ Հալելույա։ Սնունդը ամենակարևոր միջոցներից մեկն է, որով մարդը կարա հետագայում գործի ու ապրի, ու Աստծո համար աշխատի, ու նաև այս աշխարհի չարիքներին ու դժվարություններին դեմ դնի։ Այն մարդը, որ սնված չի, ինքը թույլ է, ու իր համար շատ դժվար է պատերազմելը, կռվելը, այս չարիքների դեմ, ամեն ինչի դեմ։ Դրա համար ես քեզ խորհուրդ եմ տալիս ամեն օր սնվել, թե սրա մասին մի քիչ հետո կխոսեմ նորից։ Երկրորդը, ինչը որ շատ նպաստում է հոգևոր աճին, դա ծառայությունն է։ Ծառայություն ասելով ես չեմ ուզում ասեմ, հենց եկեղեցու մեջ որոշակի պաշտոն գրավել է։ Այն, որ դու պատրաստ ես մարդկանց ծառայելու, այն, որ դու ուզում ես ծառայել ճշմարտության մեջ մարդկանց, սա քեզ ուժեղ կաճեցնի։ Գիտեք, բաներ կան մարդու մեջ, որոնք երբեք չեն կարող մաքրվել, եթե մարդը չմտնի ծառայության մեջ։ Աճի սահման կա, որից այն կողմ դու չես կարող աճել, եթե դու չսկսես ճշմարտությունով ծառայել մարդկանց։ Ես սա հաճախ պիտի ասեմ ճշմարտությունով ծառայել, որովհետև մարդկանց ծառայելը դա մարդկանց կամահաճույքները բավարարելը չի, այլ Աստծո կամքը մարդկանց կյանքում կատարելն է։ Դու կարող ես մարդկանց համար ծառայել քո բարեխոսությունով աղոթքների մեջ։ Երբ որ դու մենակ ես մնում քո աղոթքների մեջ, մեկ էլ մի հոգի անընդհատ գալիս է միտդ։ Ասում ես միտքս աշեղվում, սրան հեռացնեմ ես ու Աստված խոսենք։ Չէ, գուցե Աստված է բերում, որ դու այդ մարդու համար աղոթես։ Ու դրանից հետո ինչքան որ աղոթքի մեջ կլինես, ոնց որ մարդիկ կհիշես, իրանց համար աղոթիր, ու սրտանց բարիք խնդրիր Աստծոց այդ մարդկանց համար։ Ու դու կտեսնես ինչպես պարգևները քո մեջ կաճեն։ Դու կարծում ես Աստծո պարգևները տրվելու են քո համար։ Մարգարեություն կլինի, ինչ տեսակ պարգևներ որ կլինեն տրվելու են քո համար, բոլորովին։ Աստված քեզ տալու է ուրիշների համար։ Իսկ եթե դու ուրիշներին ծառայելու ձգտում չունենաս, ոչ մի պարգևներ չեն աճի քո մեջ։ Դրա համար եմ ասում, կա մարդու կյանքում մի սահման, որից այն կողմ ինքը հնարավոր չի, որ հոգևորապես աճի, եթե ինքը չսկսի ծառայել մարդկանց ճշմարտությունով։ Բարեխոսությունը դրա կարևոր բաժիններից մեկն է։ Ես ծառայությունը դրել էի երկրորդ կետում, ու բոլորովին կարևոր չի, թե քո հոգևոր հասակը ինչքան է։ Դու հենց առաջին օրերից մտել ես եկեղեցի, դու արդեն կարող ես ծառայել։ Մի հետաքրքիր օրինակ կա։ Գրված Առաջի Թագավորաց գրքում։ Հիշում եք Առաջի Թագավորաց գիրքը ինչով է սկսվում։ Սամուել մանուկի ծնունդով։ Առաջի գլուխը Աննայի մասին էր ու ինչպես ծնվեց Սամուելը։ Երկրորդ գլխում 11-րդ խոսքում գիտեք չէ որ Աննան մի կարճ ժամանակից, երբ որ արդեն կաթից կտրվեց, գրված է տարավ երեխային նվիրեց քահանային, ասաց ամբողջ կյանքում պիտի ծառայի Աստծուն, որովհետև այդպես խոստացել էր։ Ու ինչ արեց։ Դրանից հետո տարին մի անգամ գնում տեսնում էր իր երեխային։
Բայց երեխայի համար գրված է այսպիսի մի արտահայտություն, 2-րդ գլխի 11-րդ խոսքում։ Գրված է, որ Սամուել մանուկը Տիրոջը ծառայում էր Հեղի քահանայի առջև։ Սա մեզ շատ հետաքրքիր միտք է բերում, որ Սամուել մանուկը Տիրոջը ծառայում էր Հեղի քահանայի առջև։ Ցանկացած մարդ, որ մտնում է եկեղեցի, դառնում է հոգևոր, թեկուզ այն ամենահոգևոր մանուկը, կարա ծառայի Աստծուն, որևէ հասուն հոգևորի առջև։ Հասկանում եք ինչ եմ ասում, ցանկացած մեկը, որովհետև բոլոր մարդիկ շեղվելու, ընկնելու, սխալվելու ընդունակություն ունեն, ու կողքից խոսացված խոսքերը, մարդկանց ուղումները մեզ կարող են ուղղել դրա մեջ ու թույլ չտալ, որ մենք սխալվենք։ Որչափ առավել հոգևոր մանուկը կարա սխալվի իր կյանքում ու շեղվի ճշմարտությունից ու չտեսնի, թե ինքը ինչ ճանապարհների մեջ է քայլում։ Դրա համար ուղղակի համաձայն լինի, որ ինչ որ մեկի առջև ինքը ծառայի Աստծուն։ Ես չեմ կարծում, թե Սամուել մանուկը, երբ որ երեխա ժամանակ ծառայում էր Աստծուն, ինքը մեծ զոհաբերություններ էր կատարում։ Դեռ ես էր մորթում, զասեղանի վրա էր դնում, ինքը մանուկ էր Ընդամենը քահանան կարող է ասել, գիտես, գնա մի քիչ յուղ բեր, պիտի լցնենք, որովհետև ճրագները մարում են արդեն։ Գնար յուղը բերեր, կարող է ավելատար ասել, գիտես, այսքան տեղը մաքրիր։ Ամեն տեսակ ծառայություն, որ ինքը կաներ Աստծո տան մեջ, Հեղի քահանայի առաջ ընդունելի էր Աստծուն։ Դրա համար էլ ինքը դարձավ այդքան մեծ մարդ։ Ամբողջ Իսրայելում այդպիսի մեծ մարգարե դարձավ, որովհետև երեխա ժամանակվանից սկսեց ծառայել։ Չգիտեմ դու հոգևոր մանուկ ես, քեզ տեսնում, թե պատանի, թե երիտասարդ, թե չգիտեմ էլ հոգևոր այր, առավել ևս դու պիտի ծառայես Աստծուն։ Ու երբ որ դու սկսես ծառայել Աստծուն, քո մեջ շատ ավելի փոփոխություններ տեղի կունենան։ Ուղղակի համաձայնվիր ծառայել ինչ որ մեկի աչքերի առջև Տիրոջը։ Հալելույա։ Շատ կարևոր ծառայություններից մեկն է վկայելը։ Երբ որ դու գնում ես անհավատներին վկայելու, երբ որ դու խոսում ես քո շուրջը եղած անհավատներին ճշմարտության խոսքը, գիտես, սա քեզ աճեցնում է։ Ու ցանկացած ժամանակ, երբ որ դու խոսես Հիսուսի մասին, դու կզգաս, թե ինչ նոր թարմություն է գալիս քո մեջ։ Միթե սա աճ չի, նոր լցվածություն չի։ Երբ որ դժվարություն կունենաս, այդ մարդիկ քեզ դեմ կխոսեն ու դու նեղված կգնաս տուն, սա էլ քեզ կաճեցնի, գիտես։ Դու կսովորես այդպիսի հարցերին ու դժվարություններին, որ մարդիկ կդնեն քո առջև ինչպես պատասխանել։ Աստծո խոսքի մեջ շատ բաներ ինձ սովորացրել են Եհովայի վկաների հակառակությունները։ Շատ ուրիշ ուսմունքների մարդկանց հակառակությունները, երբ որ ես բացել եմ ճշմարտությունով խոսել եմ, իրենք հակառակվել են, տեսել եմ տեղեր կան, որոնք ես ծանոթ չեմ, որոնք ես լավ չեմ ճանաչում։ Ու թեկուզ այդպես այդ պահին էլ կարողա չեմ գտել, բայց Աստվածաշունչը կարդալու ժամանակ դրա պատասխանները եկել են ու կարողացել են գտնել։ Հալելույա, Աստված բոլոր հարցերի պատասխանները ունի իր գրքում գրված։ Կարևոր ծառայություններից մեկն է նյութական ծառայությունը։ Օրինակ դու կարող ես մարդկանց ծառայել ողորմություն տալով։ Դու ինքդ հոգևորապես կաճես։ Գիտես ինչու դու կսովորես տալ։ Մարդկային բնությունը միշտ հակառակ է, ինքը ձգտում է վերցնել։ Բայց երբ որ դու սկսում ես տալ, դու աճում ես հոգևորապես, որովհետև դու տալիս ես։ Դու անում ես այն, ինչ որ Աստված է ուզում։ Կարող է քո տալը հեչել փող տալ չի, կարող է նյութական ինչ որ մի բան տալը, կարող է բոլորովին ոչ մի բան էլ չես տալիս, ընդհանրապես քո էներգիան ես տալիս այդ մարդուն, ինչ որ բարի գործելու նրա կյանքում։ Ինչ որ դժվարություն ունի, գնում ես սկսում ես հետը աշխատել։ Ինչ որ մի հարց իր կյանքում, բայց նյութական ծառայությունը հոգևորապես աճեցնում է։ Գիտեք, նյութական ծառայության մի դժվարություն կա։ Մարդիկ միշտ մտածում են, որ արեցի ինքը պիտի շնորհակալություն ասի։ Դու հոգևորապես աճում ես, երբ որ իրենք քեզ շնորհակալություն չեն ասում։ Վստահում ես Աստծուն, որ հետո պիտի լինի շնորհակալությունը, Աստծո կողմից պիտի լինի։ Հալելույա։ Որ ինքը քեզ վարձ պիտի տա երկնքում, կարող է դու արեցիր այդ նյութական ծառայությունը, ոչ մի բան դիմացը չեղավ, բայց վստահում ես քո ներսի աշխարհը չի փոխվում այդ տվյալ մարդու նկատմամբ։ Ասում ես փառք ես Տեր, երկնքում դու ես տվողը։ Հալելույա։ Այնտեղ հավաքվում է քո գանձերը։ Վերջերս մենք այստեղ մի գործ էինք անում, եղբայրներից մեկը ասում է մենք այստեղ այս գործն ենք անում, երկնքում մեր տունն է կահավորվում։ Հալելույա։ Ապրեք այդ հավատքով։ Գիտեք, սա հավատք է, որը իսկապես աճում է, երբ որ քո մեջ բարձրանում է տրտունջ, բայց դու դրան հակառակ խոսում ես։ Աստծո խոսքը ու ճշմարտություն ես խոսում։ Հալելույա։ Ծառայության այս տեսակները աճեցնում են, բայց աճեցնում է նաև եկեղեցուն որոշակի ծառայություն ունենալը, որովհետև դու այդ ժամանակ պատասխանատվություն ես կրում։ Կարող է այս տեսակ ծառայությունների մեջ պատասխանության չափը դու այդքան չզգաս, բայց երբ որ եկեղեցում դու որոշակի ծառայություն ես կրում, քեզ տրված է որոշակի գործ անել, ու դրա դիմաց դու հաշվետու ես քեզ գործը տվողների դիմաց, դու սկսում ես աճել պատասխանատվության զգացումի մեջ։ Սա շատ կարևոր աճերից մեկն է, ու հոգևորապես աճելու չափանիշներից մեկը, ամենակարևորը ես կասեի պատասխանատվության զգացումի աճն է։ Ուրիշ ոչ մի բան դրա հետ չի համեմատվում հոգևոր աճի մեջ։ Մարդիկ այնքան լավ են ասում, թե ես ու Աստված այնքան լավ ենք, բայց եթե պատասխանատվության զգացումը չի աճել, մարդը հոգևորապես չի աճել, սա հաշվի առեք։ Լավ, երրորդը, ինչը շատ նպաստում է, որպեսզի մարդը աճի հոգևորապես,
դա կարգապահությունն է։ Կարգապահության համար մի շատ ծանոթ խոսք պիտի կարդամ, գրված առաջի Կորինթացների 14-րդ գլխում, 33-րդ խոսքում։ Մի քիչ անուղակի ձևով պիտի մոտենամ կարգապահությանը, գրված է, որովհետև Աստված խռովության Աստված չէ, հապա խաղաղության, ինչպես սուրբերի բոլոր եկեղեցիների մեջ։ Ինչ է նշանակում այս խոսքը, որովհետև Աստված խռովության, ավելի ճիշտ խառնաշփոթի Աստված չի, այլ խաղաղության, ավելի ճիշտ կարգավորվածության Աստված է բոլոր եկեղեցիների մեջ։ Աստված խառնաշփոթի Աստված չի, Աստված կարգավորվածության Աստված է։ Մեկ-մեկ մարդիկ ազատություն բառը հասկանում են խառնաշփոթ, հասկանում են անկարգություն, սա ճիշտ չի։ Աստված կարգ է դրել ամեն ինչի մեջ, սկսած մոլեկուլից, ատոմից, մինչև տիեզերական մարմինները Աստված կարգ է դրել։ Աստված կարգ է դրել եկեղեցու մեջ, պետության մեջ, հասարակության մեջ, ամեն ինչի մեջ։ Եվ Աստված ուզում է, որ այդ կարգը պահպանվի։ Այն մարդը, որ իր կյանքը ապրում է խառնաշփոթով, ասում է՝ ես ազատ եմ։ Որ ժամին կուզենամ կարթնանամ, որ ժամին կուզենամ կկարդամ, մի օր կկարդամ, մի օր չեմ կարդամ, մի օր կաղոթեմ, մի օր չեմ աղոթի, smart հոգեորապես չի աճում։ Երբ որ դու իսկապես ուզում ես աճել հոգեորապես, դու սկսում ես քո կյանքը կարգավորել։ Քո կյանքը դասավորել այնպես, որի մեջ անպայման տեղ ունենա աճելը, տեղ ունենա սնվելը, տեղ ունենա ծառայելը, տեղ ունենա աղոթելը, կարդալը, այս բոլորը իրար հետ։ Քո կյանքի համար դու ո՞նց ես մտածում, ի՞նչն է քո կյանքի ամենակարևոր բանը։ Դու կասես Աստված, ես կասեմ, եթե Աստված, դրան համապատասխան ինչ գործողություններ են կատարվում քո կյանքում։ Արդյոք կյանքը օրը դասավորում ես այնպես, որ դու միշտ իր հետ հաղորդակցվելու ժամանակ ունենաս։ Քո կարգավորվածության բաժինն է, քո դասավորելու բաժինն է։ Դասավորում ես այնպես, որ դու միշտ իրենից լսես Աստվածաշնչի մեջ կարդալով Աստծո խոսքը։ Ես ուրիշ բան չեմ ասում, մնացածը հետո։ Երբ որ դու այդպես դասավորում ես քո կյանքը, իսկապես դու սկսում ես կարգապահության մեջ աճել։ Ու քո կյանքը դառնում է կարգավորված, ու դու աճում ես հոգեորապես, որովհետև եթե բժշկությունը ասում է, որ ֆիզիկական մարմնի աճի համար, ճիշտ աճի, չհիվանդանալու համար, պետք է որ մարդը սնվի օրական 3 անգամ SS ժամերին իրարից այս հեռավորության վրա, ուրեմն այդպես է պետք։ Գիտեք, որ օրինակ սնունդը ուտելուց հետո կան որոշակի ռեժիմներ մարմնի համար։ Սնունդը ուտելուց հետո գոնե մի ժամ մարդը ֆիզիկական ոչինչ պիտի չանի։ Հաճախ արգելում են նույնիսկ մտավոր աշխատանքը այդ ժամանակ։ Ասում են ինչքան կարող ես հանգիստ թող միտքդ ու մարմինդ։ Այդ ժամանակ արյունը հավաքվում է ստամոքսում, աշխատում է մարսողության process-ի վրա։ Այդ ժամանակ միտքը լավ չի մտածում, թմրում է, բոլորն էլ ուտելուց հետո քնել են ուզում, այդպես չի։ Շատ բնական process է բոլորի մոտ, դա հիվանդություն չի, բայց խախտում է տեղի ունենում։ Օրինակ, եթե մեկը լավ ուտում է, հետո ուտելուց հետո գնում է մի 10 րոպե հետո սկսում է ֆիզիկական ծանր վարժություններ անել։ Մեկը զգում է այրոցներ ստամոքսում կամ գիշերվա ուշ ժամի ուտում ու պարկում է քնելու։ Ամբողջ գիշեր կարող է այրոցներ զգալ ստամոքսում։ Գիտեք ինչու, որովհետև Աստծո դրած կարգը խախտեց։ Ուզում եք, որ ձեր կյանքում հոգևոր առողջություն լինի, երբեք մի խախտեք Աստծո դրած կարգը։ Շատ լավ եմ հիշում Դրեյկ Պրինսի, գիտեք, լավ ուսուցիչ է, ես նրան շատ եմ հավանում։ Իր վկայությունը, թե ինչպես ինքը ապաշխարեց։ Ինքը եղել է ամերիկյան բանակում, կռվել է ամերիկյան բանակում, երբ որ անհավատ է եղել, ասում մաշկային հիվանդություն ստանալով փարկել է ռազմական հիվանդանոցում բուժվելու համար, ասում ամիսներ շարունակ իրեն չէին կարողանում բուժել ոչ մի տեսակ դեղերով այդ մաշկային հիվանդությունից։ Ինքը ծառայել Աֆրիկայում, կռվել Աֆրիկայում, ու այնտեղ մաշկային հիվանդությունները շատ տարածված են։ Մանավանդ այլ ազգիները, որ գնում են այնտեղ, իրենք շատ արագ են հիվանդանում, որովհետև իրենց մեջ իմունիտետը կամ ինքնապաշտպանողականությունը մարմնի չի լինում տվյալ հիվանդությունների նկատմամբ։ Ուրեմն ասում է, որ իր հիվանդանացած ժամանակ իրեն վկայում են Աստծո խոսք։ Ասում է, կարդում էի Աստծո խոսքը, հասա առակաց 4 գլխին, որ գրված է, որ Աստծո խոսքը բժշկություն է մարմնի համար։ Ասում եմ, մտածեցի, որ եթե այս խոսքը բժշկություն է իմ մարմնի համար, ուրեմն ես կարամ դեղի փոխարեն ընդունեմ Աստծո խոսքը։ Ու հետարքիր բան եմ մտածում։ Ամեն օր ինձ ուտելուց հետո տալիս էին դեղեր խմելու։ Ասում ես դեղեր դրեցի մի կողմ, ամեն օր ուտելուց հետո սկսեցի կարդալ Աստվածաշունչ։ Մի ամիս հետո ինքը լրիվ բուժվեց։ Ու դա եղավ իր կյանքի վկայությունը։ Ինքը դարձավ մեծ ուսուցիչ։ Ինքը բոլորովին վերջերս է մահացել 80-ից տարիքում։ Ամբողջ կյանքը ծառայելով Աստծուն, հալելույա։ Տեսեք կարգավորվածությունը ինչքան կարևոր բան է մարդու կյանքում։ Երբ որ կյանքը լինում է կարգավորված, դու կարող ես կարգ դնել քո կարդալու համար, քո աղոթքի ժամերի համար, կարող ես կարգ դնել քո ծոմի համար, սիստեմատիկ ծոմ ունենալ քո կյանքում։ Գուցե շաբաթը 1, գուցե 2 շաբաթը 1, գուցե մի օրով, գուցե 2 օրով, գուցե մի օրով հաճախակի լինի, հետո մի անգամ վերցնես մի 2-3 օրով
Ենթադրենք 4 ամիսը, 5 ամիսը մեկ կամ տարվա մեջ մի անգամ այսպես շատ։ Ինչու՞, որովհետև դա էլ պիտի աճի։ Եթե դու հավատքի սկզբում կարդում էիր օրական 20 րոպե ու սա քեզ համար բավարար էր, ու 10 տարի հետո դու նորից կարդում ես 20 րոպե ու քեզ համար բավարար, ասա ինչ որ բան են չի քո կյանքում։ Եթե դու աղոթում ես 20 րոպե ու բավարարվում ես, ու 10 տարի հետո նորից աղոթում ես 20 րոպե ու բավարարվում ես, ինչ որ բան են չի քո կյանքում։ Չես կարող տարիքով մեծանալ, հասակով մեծանալ ու ամեն օր նույն չափի կերակուրը ուտել։ Գիտեք այն գրքի երեխան, երբ որ սկսում է ուտել, ինչքան է ուտում։ Դուք այդքան ուտեք կկշտանաք։ Ինչ եք մտածում, որ տարիների ընթացքում ձեր հոգեվորապես աճած ժամանակ դուք նորից պիտի ուտեք այնքան, ինչքան ուտում էիք ամենասկզբում ձեր հավատքի։ Պատկերացնում եք, ուզում եք ձեր հավատքի աճը չափել, համեմատեք սրա հետ։ Երբ որ դու ծոմ էիր պահում առավոտից մինչև ժամի 5-ը քո հավատքի սկզբում, ու մի 10 տարի հետո նորից առավոտից մինչև ժամի 5-ը, ինչ որ բան նորմալ չի։ Պետք է որ սա աճած լինի։ Դու արդեն ոչ թե առավոտից մինչև ժամի 5-ը, գուցե 2 օր ծոմ պահես, գոնե։ Ոնց եք մտածում։ Քո կյանքը դասավորես, կարգավորես այնպես, որ կարողանաս մասնակցել հավաքույթների, որովհետև առանց մասնակցությունների հոգևոր աճը հնարավոր չի։ Առանց հոգևոր հաղորդակցության հավատքի մարդկանց հետ հոգևոր աճը հնարավոր չի։ Դրա համար կարող ես քո կյանքը դասավորել, կարգավորել այնպես, որ դու սկսես մասնակցել հավաքույթների, սիստեմատիկ լինեն քո հավաքույթների մասնակցությունը։ Կարգավորվածությունը բերում է աճ։ Գիտեք, ցանկացած բույսի նույնիսկ աճելու համար կարիք կա կարգավորվածության։ Բույսը, երբ որ աճում է, ինքը պիտի ունենա որոշակի ռեժիմներ աճելու համար։ Մենակ տեսեք, եղանակը Հայաստանում հիմա լավացավ, տաքացավ, ու մենք մտածում ենք, ասում ենք հանկարծ ցրտեր չլինի, որովհետև բերքը կփչացնի։ Գիտեք ինչու, որովհետև Աստծո դրած կարգը կխախտվի ու կփչացնի բերքը։ Դրա համար պետք է ավելի շատ Աստծո հետ լինել, ես հավատում եմ, ու շատ կռապաշտական արարողություններ, որ տարածված են Հայաստանում, դրանք թողնել ու աղոթել դրա համար, որ Հայաստանից վերանան դրանք։ Ու երկիրը ինքը բուժված ու օրհնված կլինի Աստծո կողմից։ Ուզում եմ 4-րդ մի բան ասել, որը շատ աճեցնում է մարդուն հոգևորապես։ Դա վերաբերմունքն է մեր կյանքում տեղի ունեցող դեպքերին։ Ես գրել եմ ընդհանրապես դեպքերին, մեր վերաբերմունքը դեպքերին։ Օրինակ, մեկը մի մեծ նվեր է ստանում, մի քանի $1000-անոց նվեր է ստանում։ Այնպիսի բան եմ ասում, որ մեր մեջ չի լինում։ Բայց երբ որ լինում է, քո վերաբերմունքը դրան ինչ է լինում։ Երբ որ հակառակը դու շատ մեծ նեղության մեջ ես ընկնում, ու մեծ պարտքի տակ, չգիտեմ, դժվարության մեջ ես ընկնում, քո վերաբերմունքը դրան ինչ է լինում։ Գիտես, որ քեզ աճեցնողը երկու դեպքում էլ քո վերաբերմունքն է։ Բոլոր տեսակ դեպքերը մարդու կյանքում կարող են գործել բարին, աճեցնել։ Դուք այդպիսի խոսք կարդացել եք Հռոմեացիների 8:28-ը, մենք շատ ենք օգտագործում։ Գիտեք ինչու։ Քրիստոնյաների ամենակարևոր հիմնական խոսքերից մեկն է։ Գրված է բոլոր բաները բարին են գործում նրանց, ովքեր սիրում են Աստծուն։ Եթե քո կյանքում մի դեպք բարին չգործեց, ստուգիր դու Աստծուն սիրող չես։ Բոլոր տեսակ դեպքերը քո կյանքում պիտի ներգործեն որպես բարին։ Հալելույա։ Թե դրական դեպքերը, թե բացասական դեպքերը, այսինքն մեր համար, քրիստոնյաներիս համար, եթե բոլորը բարին են գործում, ուրեմն բացասական դեպքեր չկան։ Պատկերացնում եք, եթե մեր համար, մեր կյանքում բոլոր դեպքերը բարին են գործում, ուրեմն բոլոր դեպքերը դրական դեպքեր են մեր համար։ Հալելույա։ Այս հավատքը ունես դու։ Ինչպես ես վերաբերվում։ Նայի, ասեն, քո վերաբերմունքը որոշում է, թե տվյալ դեպքը քո կյանքում ինչ կառաջացնի։ Եթե քո կյանքում եկել է բացասական դեպք, որ դու մի բան ես կորցրել, կարևոր չի ինչ։ Դու դրանից ներքին ցավ ես ապրել, զգացմունքներդ վատ են զգում։ Սա էլ չի կարևոր։ Կարևորը թե դու ինչպես ես վերաբերվում դրան, այդ քո զգացմունքներին, քո կյանքում կատարված այդ դեպքին ինչպես ես վերաբերվում։ Քո ճիշտ վերաբերմունքը կաճեցնի քեզ հոգեվորապես, սխալ վերաբերմունքը հակառակը հոգեվորապես ետ կգցի քեզ։ Օրինակ հիվանդություն է առաջացել։ Այս հիվանդությունը քեզ ստիպում է, որ դու մոտենաս, աղոթես, թե գնաս ու շատ փող ծախսես, բժիշկներ, չգիտեմ ինչ։ Ես չեմ մերժում բժիշկներին, ճիշտ հասկացեք։ Հակառակը ես ինքս օգտվում եմ բժիշկներից, նրանց խորհուրդներից, նրանց դեղերից։ Բայց այդ դեպքը, որ եկավ քո կյանքում, ինչ արեց։ Քո վերաբերմունքը ինչպիսին եղավ այդ դեպքին։ Այսա որոշում է, թե դու կաճես հոգեվորապես, թե ետ կընկնես հոգեվորապես։ Մանավանդ երբ որ կյանքում դժվար դեպքեր են լինում, ու հաճախ մեր զգացմունքները շատ խորը ցավ են ապրում։ Քո վերաբերմունքը այդ դեպքերին կամ այդ զգացմունքների ցավին ինչպիսին է լինում։ Քո վերաբերմունքը կաճեցնի կամ քո վերաբերմունքը ետ կգցի։ Հաճախ բաներ կան, որոնք մեր կյանքում չեն կարող փոխվել, եթե չլինի ցավոտ։ Եթե այդ ցավը չի լինում, հաճախ մեր սրտի խորը անկյուններից են սխալները դուրս չեն գալիս, չեն բացահայտվում։ Մեկ-մեկ մտածում եմ, այսօր ուզում եմ կարճ ասեմ, իսկապես մարդու կյանքում կան բաներ, որոնք մարդը չի կարող հաղթահարել, անցնել, եթե դժվար դեպքերը չկան իր կյանքում։
եթե այդ նեղությունները չլինեն։ Հաճախ Աստված բերում է դեպքեր, որոնց մեջ կարիք ա լինում, որ մենք կիրառենք մեր սովորածը, մեր գիտելիքները։ Ու շատ հաճախ դա հեշտ չի լինում։ Օրինակ ներման հարցը։ Այնքան լավ է, երբ ոչ ոք քեզ չի վիրավորում, չի ասում աչքիդ վերևը հանք կա։ Մտածում ես, ասում ես, ես ինչքան սիրող եմ, ինչքան ներող եմ, ինչքան լավն եմ։ Աստված ուղղակի, չգիտեմ, հավասարվել է արդեն Հիսուսին։ Մեկը մի բան ասում, մեջդ ուժեղ զգացմունքների փոթորիկ։ Գիտես Աստծո խոսքը, որ ասում է ների, բայց այդ փոթորիկը քեզ թույլ չի տալիս ներելու։ Ու ներսումդ սկսում է պայքար։ Քո վերաբերմունքը ինչպիսին է, դու ինչն ես ընտրում, այսպես ասեմ։ Ընտրում ես ներելը, հենց այն պահից, որ դու աղոթեցիր ու ասացիր, ես ընտրել եմ ներելը, ես ուզում եմ ներել, Աստված ընդունում է որպես ներած, որովհետև սա որոշում է ներելը։ Բայց եթե դու ընտրում ես հակառակ կողմը, սա քո մեջ աճեցնում է ատելությունը։ Մենք մարդ ենք ու լավ գիտենք ինչ է նշանակում ատելություն։ Երևի ավելի լավ գիտենք ատելությունը, որովհետև փոքրիկ տարիքից մեզ հետ աճել է դա, քան թե սեր կոչվածը։ Բայց Աստված ուզում է, որ դա մեր մեջ փոխվի, ու շատ հաճախ այդ փոփոխությունը կատարվում է նեղության ու դժվարության միջոցով։ Գիտեք, նաև դեպքերի մեջ մենք սովորում ենք մարդկանցից։ Երբեք մի մտածեք, որ ես ու Աստված, ես այդպիսի քրիստոնյաներ շատ եմ հանդիպել։ Ասում են, «Ո, մարդը ինձ ինչ կարող սովորացնի, ես ու Աստված»։ Մի օրինակ ասեմ Աստվածաշնչից։ Ղուկաս ավետարանի 2-րդ գլխի 52-րդ խոսքը։ Երբևէ կարդացել ես այդպիսի խոսք։ Հիսուսի աճելու համար է գրված, տեսեք ոնց է գրված։ Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությունով ու հասակով, Աստծուց ու մարդկանցից շնորհք գտնելով։ Ինչու մարդկանցից չէ։ Հիսուսը կարող էր մարդկանցից շնորհք գտնել ու աճել, այսինքն մարդկանցից սովորել ու աճել։ Իսկ մենք չէ, մենք Հիսուսից լավն ենք։ Մարդկանց հետ հարաբերությունները, երբ որ բերում են դժվարություն, նեղություն կամ թեկուզ լիություն, լայնություն, ընդարձակություն, ինչ որ լավ բաներ, բայց մեկը մենք այդ բոլորից շնորհք ենք ընդունում ու աճում ենք, եթե քո վերաբերմունքը դրանց ճիշտ է լինում։ Մենակ մի բան է որոշում, դու հոգեորապես կաճես դրանց մեջ, թե չէ քո վերաբերմունքը։ Եթե մեկը բերի քեզ մի հատ մեծ գումար նվիրի, դու դրանից ինչ կապրես։ Սկսես այդ մարդուն հաճոյանալ, դու հոգեորապես ընկար։ Հարկ կտաս առաջին Աստծուն ու այդ մարդու շնորհակալ կլինես, դու հոգեորապես կաճես, որովհետև բանի աղբյուրը տեսար Աստծուն։ Թե դրական, թե բացական դեպքերի մեջ քո վերաբերմունքը ցույց կտա դու աճում ես թե չէ։ Դա որոշում է քո ընտրությունը, սա ես ընտրում, թե մյուսն ես ընտրում։ Չգիտեմ դուք երբևէ նայել եք Մուդի ինստիտուտի հաղորդումներից։ Մենք մի քանի տեսաերիզներ ունենք, լավ կլինի որ վերցնեք նայեք, այնտեղ մի հետաքրքիր օրինակ էր բերում։ Ճիշտ է ինքը բերում մեր ապաշխարության համար, բայց դա ճիշտ է միշտ, մինչև մեր կյանքի վերջը ինչքան էլ մենք հոգեորապես աճած լինենք։ Սեղանի վրա դրված էր երկու բաժակ, երկուսն էլ լցված հեղուկով, երկուսն էլ թափանցիկ ջրի նման։ Ու ցույց տվեց, ասեց նրանցից մեկը թույն է, ու մյուսը ջուր։ Դու ընտրում ես թե դրանցից որ մեկը խմես, բայց հետևանքը դու չես ընտրում։ Դու չես կարող ասել ես խմեմ թույնը, բայց կյանք ունենամ։ Դու չես կարող ասել ես ընտրեմ այս մարդուն ատելը, բայց աճեմ հոգեորապես, այսպես չի լինում։ Դու չես կարող ասել ես թողնեմ հավաքույթները, բայց աճեմ հոգեորապես, այսպես չի լինում։ Ընտրությունը բերում է իր բնական հետևանքը։ Եթե դու ընտրում ես մի բան, դա ունենում է իր բնական հետևանքը։ Եթե դու ընտրում ես ջուրը խմել, Աստծո խոսքը կարդալ, բնականաբար դա բերում է քո կյանքում կյանքը։ Եթե դու ընտրում ես մի ուրիշ բան, դա էլ բերում է իր հետևանքը։ Հետևանքը մենք չենք ընտրում։ Մենք ընտրում ենք գործողությունը, վերաբերմունքը։ Հետևանքը գալիս է ինքնըստինքյան։ Երբ որ մարդկանց հետ հարաբերությունները հաճախ դժվար են լինում, գիտեք շատ մարդիկ ինչու իրար հետ չեն հարաբերվում, որովհետև վախենում են հանդիմանությունից։ Սրա մասին երկար չեմ խոսի։ Միայն մի խոսք ասեմ, Առակաց 12:1-ը։ Գրված է հանդիմանություն ատողը անմիտ է, որովհետև դու կարող ես ամեն ինչի մեջ սովորել նույնիսկ դրա մեջ։ Հալելույա Հիսուսին։ Բայց մի 5-րդ կարևոր բան եմ ուզում ասել, թե ինչպես հոգեորապես աճել, թե ինչ է նպաստում հոգեոր աճին։ Դա գրված է Ֆիլիպպեցիների 3-րդ գլխում։ Ֆիլիպպեցիների թուղթը գրել է Պողոս առաքյալը դժվարությունների մեջ, ու ես մտածում եմ այս խոսքը կարդալու ժամանակ, ինքը հենց բանտում էր այդ ժամանակ։ Ասում ինքը ինչ էր անում։ Ու ո՞նց էր այս խոսքը գրում, ինչ էր մտածում այդ ժամանակ։ Իր բանտարկված լինելը իր կյանքում ինչ ազդեցություն թողեց։ Պիտի կարդամ 3-րդ գլխի 13-րդ խոսքը։ Եղբայրներ, ես չեմ համարում, որ բռնել եմ, բայց մի բան կա, որ յետևի եղածները մոռացել եմ, ու առաջի եղածներին եմ դիմում։ Մի ուրիշ թարգմանության մեջ գրված է վազում, առաջի եղածներին եմ վազում։ Ինքը գիտեր, որ արջևում ինչ որ բաներ կան հոգևոր, ու ինքը դրանց էր վազում։ Հետո ինքը գրում է դրանց մասին։ Բայց այս վազելը կամ յետևի եղածները մոռացել եմ ու դեպի առաջ եմ գնում, մեզ ցույց է տալիս ուժեղ ձգտում։
Ձգտումը աճեցնում է, գիտեք, մի մարդ, որ ձգտում չունի, ինքը չի աճում։ Սա շատ նման է սպորտին։ Այստեղ գրված է վազելու մասին։ Դրա համար ես ավելի շատ սպորտի օրինակը կբերեմ։ Թեթև ատլետիկայում կա մի այսպիսի մարզաձև, կոչվում է թռիչք երկարություն կամ թեկուզ թռիչք բարձրություն։ Գիտեք, եթե մարդը գնա, սնվի, պարապի, հետո գա ուղակի թռնի։ Ինքը չի աճի թռիչք երկարության մեջ։ Ինքը ամեն անգամ ավելի երկար չի թռնի։ Գնա նորից սնվի, ուտի, պարապի, ինչեր անի, գա ու իմիջայլոց թռնի։ Ինքը չի աճի։ Իրան պետքա ձգտում, որ ինքը ձգտի դեպի առաջ, ավելի հեռուն թռնելու, ավելի երկար թռնելու ու կաճի։ Մի ժամանակ շատ հետևում էի համաշխարհային ռեկորդներին, թե ուր էին հասնում սպորտսմենները աճով։ Գիտեմ, որ թռիչք երկարության ռեկորդը մոտեցել էր 9 մետր հեռավորությանը։ Դուք պատկերացնում եք, 9 մետր դեռ չկար, հիմա արդեն չգիտեմ վաղուց չեմ հետևում։ Բայց դուք պատկերացնում եք, մարդը հասել էր մոտ 9 մետր երկարություն թռնելուն։ Սա մի ահավոր երկարություն է։ Ես որ նայում եմ այդ երկարությանը, ասում եմ երևի 3 ցածկով էլ չեմ անցնի։ Իսկ իրանք մի ցածկով անցնում են այդ հեռավորությունը։ Դա 8 մետր ու չգիտեմ ինչքան էր, մոտ էր 9 մետրին։ Պատկերացնում եք, սա ինչն էր մարդկանց աճեցրել։ Մի անգամ միտեղ կարդացի մի վիճակագրություն, որտեղ գրված էր, թե ռեկորդները ինչ արագությամբ են աճել, ու հետո որտեղ կհասնեն այդ ռեկորդները։ Եվ մարդկության ձգտումը ավելին ունենալու, թեկուզ ֆիզիկական ձգտումը աճեցրել է մարդկությունը։ Հենց այդ սպորտաձևի մեջ, հենց մյուս սպորտաձևի մեջ։ Դու աճում ես արդյոք ձգտումի մեջ։ Արդյոք քո մեջ կա ձգտում ավելի մոտենալու Աստծուն, լսելու Աստծուն, աճելու Աստծո խոսքը կատարելու մեջ։ Ձգտումի այնքան շատ բաներ կասեն, բայց գիտեք ինչն եմ ուզում ասեմ հատկապես ձգտման մեջ։ Անցած անգամ որ ասացի հոգևոր հասունության որոշ բաներ, դրանք բոլորը չէին, ընդամենը մի քանի բան եմ ասել։ Այդ դրանց հասնելու ձգտում ունես, դու ձգտում ունես քո սրտում չարին հաղթելու։ Գրված է երիտասարդները հաղթեցին չարին իրենց սրտերում։ Գրված չի իրենց սրտերում, ես եմ ասում իրենց սրտերում։ Բայց չարին հաղթել առաջին հերթին կատարվում է քո սրտում։ Դու ձգտում ունես ամեն տեսակ չարի հաղթելու քո սրտում։ Երբ որ ես նոր էի հավատքի մեջ, գիտեմ կարող մի քիչ բան պահ լինի, բայց ես ուզում եմ սա պատմել։ Տղաները ինձ մանավանդ շատ լավ կհասկանան։ Մենք եղել ենք անհավատ, ամեն տեսակ մեղքերի մեջ, մեր աչքերը գնացել են աղջիկների ետևից։ Կարծում եմ աղջիկներին էլ տղաների հաճախ պատահում է այսպես։ Բայց գիտեք ինչ, երբ որ գալիս ես հավատքի, դրա համար հանդիմանություն ես ապրում քո մեջ։ Ու ձգտումը առաջանում այդ տեսակ չարին հաղթելու քո սրտում։ Քո մեջ եղել է ձգտումը այդ տեսակ չարին հաղթելու քո սրտում։ Գիտեք, սկզբում դժվար է լինում։ Մեկ էլ տեսնես ինքն իրանն աչքերդ գնում։ Դու չես էլ նայում, աչքերդ զսպում ես, մարմինդ զսպում ես, բայց միտքդ է գնում։ Այն մեկը քո ետևից անցնում է, արդեն միտքդ գնում է դրա հետ միասին։ Դու ձգտել ես հաղթել չարին քո սրտում։ Պատկերացնում եք ինչ եմ ասում, ես կարծում եմ ոչ միայն սա, ուրիշ տեսակ շատ ավելի բաներ կան, որոնց պետք է մեր սրտում հաղթել։ Բայց գիտեք ինչ պահ եկավ, սա ցույց եմ տալիս, որ տեսնեք ինչ է նշանակում չարին հաղթել։ Եկավ պահ, որ հենց որ նկատում էի, որ նման մի բան է բարձրանում իմ սրտում, ուղղակի սենց վերևից մի հատ նայում էի դրան, անմիջապես իր տեղներ են գնում։ Դեն ոնց է լինում, որ խիստ մատ ես թափ տալիս մեկի վրա, անմիջապես վախից նստում է իր տեղում։ Այդպես դառավ իմ զգացմունքները, որ եթե հանկարծ մեկի նկատմամբ ինչ որ մի պահ, այդպիսի մի բան էր բարձրանում, միայն նա իր իշխանությունով իր տեղներ ընկնում։ Հետո գալիս է ժամանակ, որ ոչ միայն նայելու, ուղղակի դրան նայելու կարիք էլ չկա, որովհետև արդեն ինքն է հեռացել է զգացումը, կարծես թե այդ ձգտումը, որ ոչինչ չկա, գիտեք սրան ինչն է աճեցնում, հասցնում սրան։ Ձգտումը։ Եթե դու ձգտում չունենաս քո սրտում չարին հաղթելու, երբեք էլ չես աճի դրա մեջ։ Եթե դու ձգտում չունենաս ատելությանը հաղթելու քո սրտում, նախանձին հաղթելու քո սրտում, երբեք էլ դա չի աճի։ Սա ձգտումը հասնելու սրբությանը, այն սրբությանը, որը Աստված ունի։ Որովհետև ինքը ասեց, ես սուրբ եմ, ինձ նման սուրբ եղեք։ Հալելույա։ Մի ուրիշ ձգտում պատասխանատվության զգացումի ձգտումը։ Կարող ես պատասխանատվություն վերցնել քո շրջապատի մարդկանց համար։ Մի հատ շատ հեշտ ծածկոց կա, որ պատասխանատվության զգացմանը խփում է մեր սրտերում։ Խաբկանք կա այդպիսի։ Օրինակ քո հարևանի համար աղոթում ես, որ ապաշխարի։ Ասում ես, բա ոնց էլի Տեր, այսքան ժամանակ այս իր կողքին եմ, ինքը չի ապաշխարում, իմ հարևանն է։ Մեկ էլ աղոթում ես, հետո գնում խոսում ես, աղոթում ես, էլի ես խոսում ես մարդու հետ, մի քանի անգամ կոպիտ պատասխանը տալիս։ Ասում ես, դե ինքը որ չի ուզում ոնց կապաշխարի։ Կարծես պատասխանատվությունը քո վրայից դնում ես իր վրա։ Կամ մի քրիստոնյայի համար աղոթում ես, որ ինքը փոխվի, ինչ որ բնավորության գիծ փոխի։ Աղոթում ես, հանդիմանում ես, չի փոխվում։ Ասում ես, դե որ չի ուզում ոնց կփոխվի։ Քեզանից պատասխանատվությունը դնում ես ուրիշի վրա, հենց իր վրա։ Սա ծածկոց է իրականում։ Քանի դեռ մենք մարմնի մեջ ենք, Աստված մեզանից պիտի պահանջի,
Վերջի վերջո եւ դատաստանյարը պիտի պահանջի, ասի ուր էր քո պատասխանատվությունը այս մարդկանց նկատմամբ, ուր էին քո աղոթքները այս մարդկանց նկատմամբ, ուր էր քո վերաբերմունքը այդ մարդկանց փրկելու ու աճեցնելու համար։ Նպատակամղված դառնալու դու ունես ձգտում։ Դու քո կյանքդ ապրում ես որոշակի նպատակի համար, որոշած ընտրված նպատակի համար, թե ընջալոս, դե օրը եկավ կանցնի, աղոթում ես, ասում ես Տեր չարիք չպատահի այսօրվա մեջ, ու վերջ դրանով բավարարվում ես, շատ քիչ Աստծո առաջ, ուրեմն դու հասունության չես հասնի երբեք։ Դու պետք է քո առջև դնես նպատակ, ու քո օրվա բոլոր գործողությունները կատարես այդ նպատակի համար։ Երբևէ մտածել ես, որ քո հաց ուտելը կարա իզուր լինի։ Նստում ես հաց ուտելու, ասում ես ես արժանի չեմ սրան, որովհետև չեմ անում այն, այս կերակուրի տված էներգիան չի անում այն, ինչը որ դու ուզում ես։ Այս ձևի մտքերի դեռ չես ասել, ուրեմն քեզ պետք է աճել նպատակամղվածության մեջ։ Երբ որ դու գնում ես մի տեղ, նստում ես մի տեղ, արդյոք քո մեջ աճում է այդ նպատակը, որ ես ապրում եմ նպատակի համար, եթե այս մարդկանց մեջ եմ գործ ունեմ անելու այս մարդկանց մեջ, եթե անհավատներ են վկայելու, եթե հավատացյալներ են իրենց հոգևոր շնորհք փոխանցելու, իրենցից սովորելու, փոխադարձ շնորհք փոխանցելու իրար։ Մի հարցել, դու երբևէ ձգտում ես քո կյանքի դժվարությունների պատասխանները անձամբ ստանալ Հիսուսից։ Գիտես, կարելի է շատ մարդկանց անհանգստացնել, ասել խոսա իմ կյանքի համար։ Ու սա սխալ չի։ Հակառակը, այն մարդիկ, որ միայն առանձնացած են, իրենք են սխալ։ Բայց նաև շատ մանկական բան է, երբ որ մարդը միշտ ուրիշներից է հարցնում։ Բայց դու քո անձնական հաղորդակցությունը չունենաս Աստծո հետ։ Ու եթե դու քոնը չունեցար, ու դու քո հարցերի պատասխանները Աստծուց չստացար, դու ինչպես կարող ես ուրիշի համար հարցերի պատասխաններ ստանալ։ Սա ավելի շատ խոսում է ինքնուրույնության մասին։ Գիտեք, հոգեբանները ասում են, երեխան ամեն տարիքում ունենում է որոշակի ինքնուրույնության չափ, բայց երբ որ երեխան համապատասխան իր ինքնուրույնության չափի չի աճում, դա հիվանդություն է երեխայի համար։ Դա համար ծնողները նաև պիտի աշխատեն երեխաների վրա, իրենց ինքնուրույնություն փոխանցելու, որ երեխաները իրենք կընդունակ լինեն որոշումներ կայացնելու, ինքնուրույն դառնալու, հակառակ դեպքում իրենք կյանքում հասարակության մեջ հիվանդներ կլինեն, ու իրեն շատ դժվար կլինի։ Մայրը սիրում է կամ հայրը միշտ սիրում է, որ ասի իմ երեխան, իմ թևիս տակ, ես իր համար ամեն ինչ, հաճախ սա սխալ սեր է, հաճախ բաց թող, ասա գնա ինքդ արա։ Ես հիշում եմ մի անգամ մի դեպք եղավ, բակում ուրեմն երեխաները իրար հետ վիճեցին, կռվեցին ինչ-որ խաղալիքի համար, երեխաներից մեկը լացեց, կանչեց իր մորը, մայրը գլուխը հանեց լուսամուտից, ասեցի ինչ, ասեցի իմ այս խաղալիքս այսպես սկսեց բողոքել, ասեց գնա քո հարցերը ինքդ լուծի։ Սա ճիշտ վերաբերմունք է, մի վախեցեք երեխաներին բաց թողնելու, ինքնուրույն դարձնելու, թողեք որ շատ որոշումներ իրենք կայացնեն։ Չգիտեմ ինչու ես բաժնում խոսեցի երեխաների մասին, բայց սա վերաբերում է նաև հոգևոր երեխաներին։ Ճիշտ նույն ձևով վերաբերում է հոգևոր երեխաներին։ Երեխաների համար մի բան էլ ասեմ, շատ կարևոր է, որ երեխաներին բացասական բաներ չասեք իրենց մասին։ Երբ որ մի անգամ ասում ես դու չես հասկանում, երկրորդ անգամ ասում ես դու չես հասկանում, մեկ էլ մի օր էլ մի բան ես ասում ես երեխան ասում է դե ես չեմ հասկանում։ Իրեն մեջ մտնում է, երեխաները հեշտ հավատացող են, իրենք հավատում են, որ իրենք չեն հասկանում։ Եթե քո կողքին կա հոգևոր մանուկ, ու դու իրեն ուզում ես աճեցնել, միշտ դու իր համար մի աղոթի արի, ասա գիտես այս բանը ստացա քո համար։ Այդ մարդը կկապնվի քո հետ, ոչ թե Հիսուսի հետ։ Ասա արի իրար հետ աղոթենք, տես աղոթքի մեջ ինչ կստանաս։ Ասա գնա աղոթի, ծոմ պահի։ Դու ինքդ ստացի Աստծոց։ Թող ես մարդը աճի դրա մեջ։ Ես ինքս պրակտիկ տեսա մեկին, որը պատմեց, թե ինքը ոնց է աճել Հիսուսին կպնելու մեջ։ Ասում գնում էի, ասում էի, սենց պրոբլեմ ունեմ, ասում ոչ թե գիրքը բացում էր, ասում էր այսպես, ասում Աստծո խոսքը, ասում էր արի աղոթենք, տեսնենք Աստված ինչ կասի։ Աղոթքից հետո նոր Աստված ասում է այսպես, որովհետև գուցե հենց այս պահին ես ունեմ քո հարցի պատասխանը, բայց որpեսզի դու ինձ հետ չկապնվես, ես քեզ կարող ասեմ գնա աղոթի ինքդ ստացիր պատասխանը, որովհետև ես քո եւ Աստծո միջև միջնորդ չեմ ուզում լինել։ Հակառակ ես միջնորդ կլինեմ այնքան, մինչև քեզ կաճեցնեմ ու քո ձեռքը Աստծո ձեռքի մեջ կդնեմ։ Գիտեք, չէ՞, սա մեր կյանքի նպատակն է։ Հիշեք, որ ձգտման բացակայությունը թույլ չի տալիս, որ մարդը աճի։ Ու եթե դու ձգտման բացակայություն ունես, ձգտիր, որ այդ ձգտումը ունենաս։ Հասկացաք ինչ ասեցի։ Երբ որ դու ձգտման բացակայություն ունես, հակառակը արա այն, ինչը որ քո մեջ այդ ձգտումը կուժեղացնի։ Ձգտում չունես կարդալու ավելի շատ կարդա, ձգտում չունես աղոթելու ավելի շատ աղոթիր, ձգտում չունես հավաքույթների մասնակցելու ավելի շատ մասնակցիր։ Արա դրան հակառակ ու աղոթիր միշտ, որ Սուրբ Հոգին դնի քո մեջ ձգտումը։ Դնի քո մեջ ձգտում գիտելիքների կիրառելու, կյանքում ապրելու ճիշտ ձևով, ու դու կտեսնես հոգևոր աճը քո կյանքում։ Այս 5 բաներն են, որոնք հիմնականում ամենակարևորը աճեցնում են մարդուն հոգևորապես։ Մենք աճել ենք ֆիզիկապես, աճել ենք մտավորապես։ Գիտեք, որ մարդու աճի տարբեր բաժիններ ու տարբեր ոլորտներ կան, բայց հոգևորապես էլ պետք է որ աճենք։
Սա մենք չենք ունեցել մեր մանկությունից։ Ամեն մեկս դա ստացել ենք մեր որոշակի հասակում։ Մեկը 20 տարեկանում, մեկը 30, այն մյուսը 50, բայց կարևորը դա չի։ Կարևորը նա է, որ մենք սկսել ենք ճանապարհը քայլել, ու մենք պիտի հասնենք մինչև Հիսուսի գալուստը։ Հալելույա։ Ուրեմն ոչ մեկը չպակասի մինչև Հիսուսի գալուստը ամեն վայրկյան աճելու մեջ։ Ծնողները շատ անհանգստացած են լինում, երբ որ տեսնում են իրենց երեխան իր սեփական կամքով չի ուտում ու չի աճում։ Գիտեք ինչ են անում։ Հաճախ ստիպում են։ Մեր հայրն էլ կարան նեղություն, դժվարություն, այնպիսի բաներ բերի, որ մենք ստիպված աճենք։ Եկեք դրան չհասցնենք, լավ։ Այս 5 բաները, որ լսեցիր, սրանցից այսօր ինչն է պակաս քո կյանքում։ Սնվելը, ծառայելը, կարգավորված կյանք ունենալը, ձգտման պակասը, ինչն է պակաս այսօր քո կյանքում։ Դեպքերին ճիշտ վերաբերվելը, ինչն է պակասում քո կյանքում։ Եթե դրանցից մեկը պակասել է ու մինչև հիմա դու դրանք չես արել, հիմա աղոթքի մեջ խոստովանվիր, ասա Տեր, մինչև հիմա չեմ արել, սրանից հետո կանեմ, խոստացիր, որ կանես, որպեսզի հոգեորապես աճես։ Հալելույա։ Եկեք ոտքի կանգնենք։